Արմուր լրատվականին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գորթ Թադևոսյանը եւ եւս մեկ անձ կալանավորվել են։ Հակակոռուպցիոն կոմիտեից ի պատասխան մեր տեղեկությունների պաշտոնապես հայտնեցին նշելով, որ $590,000 հափշտակության գործով կալանավորվել է 2 անձ։ Հիշեցնենք, որ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ ներքին գործերի նախարարության եւ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ բացահայտել են քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից հափշտակված $590,000 դեպքը։ Հանցակ կատարած անձիկ ձերբակալվել են, իսկ կատարված խուզարկությունների եւ արյութային այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել է հափշտակված $590,000 ԱՄՆ գումարի մեծ մասը, $578,800 ԱՄՆ։ Ձերբակալված անձիկ անհերքելի փաստերի ճնշման ներքո տվել են խոստովանական ցուցմունքներ։ $590,000 հափշտակությունը Արմուր լրատվականը գրել էր ըստ նախնական վարկածի $590,000 հափշտակությունը կազմակերպել ու իրավապահներին ինքնախոստովանական ցուցմունք է տվել հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գորթ Թադևոսյանը։ Ավելին ենթադրյալ հանցագործները այնպես էին պլանավորել, որ անգամ իրենց բռնելուց հետո իրավապահները հափշտակված գումարը չգտնեն, սակայն գումարի զգալի մասը հայտնաբերված է։ Իսկ ըստ նախաքննական մարմնի կատարողները կալանավորված են։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, դատելով իրավիճակից ըստ էության քննչական կոմիտեի շենքից $590,000 հափշտակությունը կազմակերպվել էր հենց կոմիտեի աշխատակիցների թեթև ձեռքով, ինչը մի շարք հարցեր է առաջ քաշում, թե ինչով են զբաղված ղեկավար մարմինները։